Լուծենք ճանապարհի վերաբերյալ խնդիրներ։ Խնդիր 460։ A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա և 2 ժամ հետո հանդիպեցին։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 85 կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը 90 կմ/ժ արագությամբ։ Հաշվիր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։ Նշենք A և B վայրերը, գծագրում ենք խնդիրը և այնուհետև կլուծենք։ Ենթադրենք սա A-ից B ճանապարհի երկարությունն է, որը չգիտենք, հարցական կիլոմետր, և գիտենք, որ երկու ավտոմեքենա իրար ընդառաջ դուրս եկան միաժամանակ, մեկը A վայրից, մյուսը B վայրից, և 2 ժամ հետո հանդիպեցին։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր, սա առաջին ավտոմեքենան, սա երկրորդ ավտոմեքենան, առաջին ավտոմեքենան շարժվում էր 85 կմ/ժ արագությամբ և երկրորդ ավտոմեքենան 90 կմ/ժ արագությամբ։ Արդեն պարզ երևում է, որ 2 ժամ հետո այն ավտոմեքենան, որը 90 կմ/ժ արագությամբ է շարժվում, ավելի շատ ճանապարհ կանցնի, քան 85 կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան։ Ենթադրենք հանդիպել են այստեղ։ Ուրեմն այս մեքենան էլ է 2 ժամ գնացել, շարժվել մինչև հանդիպումը, այս մեքենան էլ միաժամանակ են նրանք դուրս եկել A և B վայրերից իրար ընդառաջ։ Մեզանից պահանջվում է գտնել A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։ Գծագրից պարզ երևում է, որ եթե մենք գտնենք A-ից դուրս եկած ավտոմեքենայի անցած ճանապարհը և B-ից դուրս եկած ավտոմեքենայի անցած ճանապարհը մինչև նրանց հանդիպումը, ապա այդ երկու ճանապարհները գումարելով մենք կգտնենք A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։ Ինչպես գիտենք արդեն, մենք ժամանակ անգամ արագություն հավասար է ճանապարհ։ Ճանապարհը հավասար է ժամանակ անգամ արագություն։ Առաջին մեքենայի արագությունը 85 կմ/ժ է, 2 ժամ ճանապարհ է անցել, 2 անգամ 85 հավասար է 170 կմ։ Եվ երկրորդ ավտոմեքենայի անցած ճանապարհը 2 անգամ 90 հավասար է 180 կմ։ Այժմ անցած ճանապարհները գումարենք, 170-ին գումարենք 180, հավասար է 350 կմ։ Ուրեմն A և B վայրերի միջև եղած հեռավորությունը 350 կմ է։ Պատասխան ունենք 350 կմ։ Լուծենք խնդիր 459, որը նույնպես ճանապարհի վերաբերյալ խնդիր է։ A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքան կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժամ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60 կմ/ժ է, իսկ մյուսինը 75 կմ/ժ։ Ենթադրենք A վայրը սա է, A վայրից մի ավտոմեքենան այս ուղղությամբ է գնացել, մյուս ավտոմեքենան այս ուղղությամբ է գնացել, A վայրից, այսինքն հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվել են։
Նրանց միջև եղած հեռավորությունը պետք է գտնենք շարժվելուց 2 ժամ հետո։ Մեկը անցել է 60 կմ/ժ, մյուսը անցել է 75 կմ/ժ։ Ուրեմն 2 ժամում այս 75 կմ/ժ արագությամբ շարժվող մեքենան ավելի շատ ճանապարհ անցած կլինի, ենթադրենք սա է, և 60 կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենայի անցած ճանապարհը, ենթադրենք սա է։ Նրանց միջև եղած հեռավորությունը 2 ժամ հետո այս ճանապարհը կլինի, որը չգիտենք քանի կիլոմետր է։ Պետք է հաշվենք։ Առաջին հերթին կհաշվենք առաջին ավտոմեքենայի անցած ճանապարհը 2 ժամում, հետո երկրորդ մեքենայի անցած ճանապարհը 2 ժամում, և երրորդ հարցով կգումարենք այդ անցած ճանապարհները և կգտնենք այդ երկու մեքենաների միջև եղած հեռավորությունը 2 ժամ հետո։ 2 անգամ 60 ժամանակ անգամ արագություն հավասար է անցած ճանապարհ 120 կմ։ Առաջին մեքենայի անցած ճանապարհը։ Երկրորդ հարցով գտնենք երկրորդ մեքենայի անցած ճանապարհը 2 անգամ 75, 2 ժամ, այսինքն անգամ 75 կմ/ժ, հավասար է 150 կմ։ Նշենք երկրորդ մեքենայի անցած ճանապարհը և երրորդ հարցով գումարենք այդ անցած ճանապարհները, 120-ին գումարած 150, հավասար է 270 կմ։ Պատասխան. նրանց միջև եղած հեռավորությունը, այդ մեքենաների միջև եղած հեռավորությունը 2 ժամ հետո կլինի 270 կմ։